Հայկական համալսարանի 6-րդ հոսքի շրջանավարտ, դուք տարիներ շարունակ զբաղվել եք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միջազգային բանակցություններով, այդ թվում շփվելով միջազգային տարբեր դերակատարների հետ։ Ձեր կարծիքով կարող ենք մինչև 2018 թվականը հասնել ռազմավարական կամ բանակցային մի այնպիսի իրավիճակի, որ Հայաստանն ու Արցախը ունենան ավելի կայուն ու ամուր անվտանգության համակարգ, եթե այո, ապա ինչպես։ Շնորհակալություն։ Գիտեք, նորից էլի վերադառնում ենք եթե ապայի։ Իմ խորին համոզմամբ մենք 18 թվականին ունեինք բանակցային շատ լավ իրավիճակ։ Եվ այդ իրավիճակի մասին բազմաթիվ ապացույցներ կան։ Եթե հիշում եք, օրինակ, Ադրբեջանի ղեկավարը 16 թվականին իր կառավարության նիստում հրապարակավ հայտարարեց, որ համանախագահները ստիպում են, որպեսզի Ադրբեջանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Դրանից ավել ինչ պետք է լիներ։ Երկրորդ անգամ, արդեն 44 օրյա պատերազմից հետո նա Քաշաթաղից իլուր ամբողջ աշխարհի հայտարարեց, որ եթե բանակցություններով շարժվեինք, ապա այս հողը եւ կողքի շրջանը կմնար հայերի։ Եթե ես չեմ ասել, ես ասել է մարդը, ում հետ ես բանակցում էի, ասենք ինքը մազոխիստ չի, չէ, որ ինքը իրան, չգիտեմ, խարազանի, ասենքն ինչ շատ սիրումը հարգում էր, հա, ուզում էր իմ հեղինակությունը բարձրացնել։ Սա մի հանգամանք։ Երկրորդ հանգամանքը հետևյալն է, որ նույնիսկ իմ հրաժարականից հետո, եթե հիշում եք, 19 թվականից սկսած մենք գոռում գոչում էինք, ասում էինք, որ այսօրվա Հայաստանի կառավարիչներին համանախագահները առաջարկություն են տվել։ Իսկ իրենք հրաժարվում էին, մի ամբողջ տարի հրաժարվում էին եւ ասում էին, որ ոչ, նոր փաստաթուղթ չկա, ուղղակի, չգիտեմ, մենք այսպես բանավոր խոսում ենք եւ այլն եւ այլն։ Մինչեւ երբ որ 20 թվականը, եթե չեմ սխալվում, մայիսին Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարեց, որ արդեն մի տարի է Հայաստանին առաջարկություն են տվել համանախագահները, Հայաստանը պատասխան չի տվել։ Նույնիսկ այդ փաստաթղթում, որի մի մասը ինձ հասու էր, ինչ եմ ասում մի մասը, որովհետև այդ փաստաթղթը ենթադրում էր հավելյալ եւս 2 փաստաթղթեր, որովհետև արդեն մենք գիտեինք, թե մեր ժամանակ մեզ ինչ էին առաջարկում, որը որ իհարկե մեր երազած փաստաթուղթը չէր, բայց ուներ բոլոր հնարավորությունները բանակցային միջոցով նորից հասնել այն նույնին, ինչին մենք էինք հասել։ Բայց փոխարենը ինչ արեցին այս մարդիկ։ Գնացին Մյունխենում միտեղ նստեցին եւ իրենց արևին ինչ որ նոր սկզբունքներ սկսեցին խզբզել։ Դուք պատկերացնում եք, այդ ինչա նշանակում։ Երբ որ սկսեց պայմաններ դնել համանախագահների առջև, հիշում եք, որ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը եւս պետք է մասնակցի բանակցություններին, որ որոշումը պետք է լինի այնպիսին, որ ընդունելի լինի եւ Ադրբեջանի եւ Հայաստանի ժողովրդի համար եւ այլն եւ այլն եւ այլն։ Այստեղ նստածները բոլոր գրագետ մարդիկ եք։ Կարող եք բերել մի օրինակ, երբ որ մեր չափի եւ հնարավորությունների նման որևէ երկիր, նույնիսկ մեզնից 10 անգամ ավելի ուժեղ երկիր, միանգամից պայման դնի եւ Միացյալ Նահանգներին եւ Ռուսաստանին, այսինքն եւ Արևմուտքին եւ Ռուսաստանին։ Եթե մի այդպիսի օրինակ բերեք, ես շնորհակալ կլինեմ։ Ես գիտեմ բազմաթիվ երկրներ,
որոնք իհարկե պայմաններ են դնում Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները։ Գիտեմ բազմաթիվ երկրներ, որոնք Ռուսաստանի հետ հարաբերություններում պայմաններ են դնում, բայց դու միանգամից լինելով Հայաստանի վարչապետ պայման դնես Ռուսաստանին, Միացյալ Նահանգներին, Եվրոպային, իդեմս Ֆրանսիայի, դե որքանով է դա խելամիտ է։ Ակնհայտ է, որ այդպես էր լինելու, չէ։ Երբ որ մենք զգուշացնում էինք, ասում էինք, որ չի կարելի այդպես վարվել։ Մի բան էլ հիշեցնեմ, 21 թվականի ընտրությունների նախընտրական փուլում ես մի օր հայտարարեցի, որ մի սենսացիոն ձայնագրություն եմ հրապարակելու, բոլորը շունչները բաց սպասում էին։ Ներողություն, բայց 99%-ը կարծում էր, թե ես ինչ-որ պոռնո մատերիալ պետք է հրապարակեմ վարկաբեկելու համար։ Այնինչ շատ կարևոր բան, շատ կարևոր։ Երբ որ այդ մարդը ասում է, ես ինձ գժի տեղ եմ դնելու, որպեսզի ես բանակցությունները վարի տամ։ Դե եթե դու գժի տեղ ես դնում, քեզ, այսինքն այդպիսին է քո վերաբերմունքը այդ հզոր կառույցի նկատմամբ, պատասխանը այդպիսին է լինելու, բա ուրիշ ինչպես պետք է լիներ։ Այսինքն դա մտածել է, որ ինչպես կարող է նայել Հայաստանի քաղաքացիների աչքերին եւ ստել խոսել, պայմաններ թելադրել։ Նույնը կարող է անել համանախագահների հետ։ Դե արդյունքը տեսնում ենք ինչպիսի ողբերգական է եղել։ Այնպես որ եզրակացություն, իմ կարծիքով մենք ասել էինք մեր ժողովրդի, մեր երկրի համար բավականին բարենպաստ հանգուցալուծում։ Բայց ցավոք սրտի տեղի ունեցան իրադարձություններ, որոնք բերեցին ողբերգ։